Նախագծի հովանավոր Lido Palms Resort and Spa Lido Palms Resort and Spa առողջարան հանքային տաք բուժիչ ջրով բացօթյա եւ փակ լողավազաններ, ջկուզի, մերսման հատուկ սենյակ, սպա եւ անվճար կայանատեղի։ Հանքային տաք ջրով լոգանքները առողջարար են ոսկրերի ցավի, աղային կուտակումների, նյարդային խնդիրների եւ շատ այլ հիվանդությունների դեպքում։ Առողջարանը ունի 10 առանձին սենյակներ, ապահովված բարձրորակ հանգստի համար անհրաժեշտ ամեն ինչով, ներառյալ լոգարան, խոհանոց եւ գրիլ։ Շատ մոտ է խաղատներին։ Գտնվում է Desert Hot Springs-ում Palm Springs-ի հարևանությամբ։ Զանգահարեք ամրագրեք ձեր սենյակը 760 329 60 33 հեռախոսահամարով։ Հրաշալի եւ բուժիչ հանգիստը ձեզ է սպասում։ Նախագծի հովանավոր 911 Detox Center Երբ օրերից մի օր հարսնացուն որոշեց զրուցել սկեսուրի հետ, այդ զրույցը դարձավ միանգամից հարսազրույց։ Բարի երեկո սիրելի հեռուստադիտողներ, AMJ հեռուստաընկերության եթերում Armenian Evening հաղորդաշարն է։ Այսօր շատ յուրահատուկ օր է, որովհետև ունենք յուրահատուկ հյուր։ Առայժմ ես իհարկե փակագծեր չեմ բացի, բայց այս հյուրին պարզապես բոլորդ շատ սիրում եք, բոլորդ անխտիր։ Այնպես որ սիրելի հեռուստադիտողներ, այս պահին դուք դիտում եք մեզ, մենք ոնց որ ասած այս պահից սկսում ենք։ Սիրելի հեռուստադիտողներ, այս պահին սիրով ուզում եմ ներկայացնել մեր նախագծի գործընկերներին, շնորհակալություն հայտնել աջակցության համար։ Armenian Evening նախագծի հովանավորն է 911 Detox Center կազմակերպությունը, որ օգնում է այն մարդկանց, ովքեր ունեն վնասակար սովորություններ, ունեն կախվածություն եւ վերադարձնում է լիարժեք կյանքի։ Այնպես որ եթե ձեր շրջապատում կամ դուք ունեք նմանատիպ խնդիրներ եւ չեք իմանում ինչ անել, մտածելու կարիք չկա։ Դիմում եք 911 Detox Center։ Հեռախոսահամարն է 409 900911։ Մեր նախագծի գործընկերն է Lido Palms Resort and Spa հյուրանոցային համալիրը, որը ձեզ առաջարկում է հարմարավետ համարներ, հրաշալի բնություն եւ ամենակարևորը լողավազաններ տաք հանքային ջրով, այնպես որ սա պարզապես հյուրանոցային համալիր չէ, սա առողջարան է։ Եթե ունեք հանգստյան օրեր, էլ մի մտածեք, միանգամից գնում եք Lido Palms Resort and Spa հյուրանոցային համալիր եւ հեռախոսահամարն է 760 329 6033։ Շնորհակալություն մեր գործընկերներին, մենք ընդամենը մի քանի վայրկյանից կվերադառնանք եւ սիրով կներկայացնեմ մեր այսօրվա հյուրին։ Եվ այսպես սիրելի հեռուստադիտողներ, այսօր մեծ պատիվ է հյուրընկալել մեծ արտիստի, այսօր Armenian Evening նախագծի հյուրն է Հայաստանի Հանրապետության ժողովրդական երգիչ, ժողովրդական արտիստ, հրաշալի մարդ, լեգենդար, այսպես մեր շատ սիրելի Ռուբեն Մաթևոսյանը։ Շնորհակալություն սիրելիս, ողջույն։ Պարոն Մաթևոսյան ջան, շատ շնորհակալ եմ, շատ ուրախ եմ եւ սա հոգու պարտք է, կարելի ասել։ Հրավերը, որովհետև ոչ միայն նրա համար, որ ինձ է հրավիրում, այլ առիթ ունեցա վերադառնալ տարիներ առաջ, երբ նկարահանվում էր մեր բակը առաջինը, որտեղ հրաշալի դերասան էիք, ես էլ դուք էլ շատ ներկայացրեցի շատ պատշաճ։ Պարոն Մաթևոսյան ջան, մենք այսօր կխոսենք իհարկե մեր բակի մասին, քիչ ուշ կզրուցենք։ Ես նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել, գիտեմ թե շատ կարճ ժամանակով եք եկել եւ իհարկե այսպես շատ զբաղված եք, բայց ժամանակ գտաք եւ հրավերքս չմերժեցիք։ Ընդամենը 2 ամսի 26-ին, մայիսի 26-ին այստեղ Լոս Անջելեսում կայացավ հրաշալի մի տոնակատարություն, ժողովրդական երգի մրցանակաբաշխություն։ Ես կխնդրեմ ձեր տպավորություններով կիսվեք Իմ 42-րդ այցը Միացյալ Նահանգներ ոչ թե պատճառ է գալ կրկին այստեղ, այլ պարզապես պարտականություն, հոգու պարտք, գնահատության ներկայություն Դրա համար ես Երևանից հասա Լոս Անջելես, որպեսզի անպայման ներկա լինեմ
26-ին Ալեքսում կայանալիք ժողովրդական երգի մրցանակաբաշխությանը։ Գիտեք, մրցանակաբաշխ դուք ինքներդ գիտեք, միշտ է լինում շատ բարձր մակարդակով, շատ պատվաբեր մրցանակաբաշխություններ, ամեն տեղ, ամեն ուրեք։ Եվ նույնն էլ հայ իրականության մեջ, բնականաբար, բայց յուրաքանչյուր մրցանակաբաշխության ընթացքում բնականաբար չի անտեսվում ժողովրդական երգը, անպայման մեկ կամ երկու մրցանակ, կարելի ասել մեկ մրցանակ անպայման տրվում է, բայց այս մրցանակաբաշխությունը բացառիկ էր ինչու, որովհետև իր տեսակի մեջ առաջինն էր, որ բացառապես գերագնահատվում է ժողովրդական երգը, որովհետև այն կարևոր է մեր կյանքում, որովհետև ազգապահպանման կարևորագույն լծակներից մեկը ժողովրդական երգն է, ժողովրդի երգն է։ Գիտեք, հայը մի շատ տարօրինակ չի, բայց բնորոշ է հային աշխարհի որ անկյունում լինի ստեղծի դպրոց, եկեղեցի, ծերանոց, հիվանդանոց, մանկապարտեզ եւ ամենակարևորը իհարկե այդ բոլորից դպրոց, ինչու համար, ոչ թե մենք կարճում ենք մեր պատմությանը միայն, այլ մենք պարտավոր ենք շարունակելու մեր ազգի ոչ թե գոյատևումը, այլ առաջ խաղացումը, լինի Ամերիկայում, լինի Հայաստանում, լինի Լոնդոնում, լինի Ճապոնիայում, կապ չունի, հայը մնում է հայ եւ ինքը ունի հոգու պարտք, հենց դա շատ կարևոր է, որ երեխան ծնվում է, օտար լեզվից չի ասի, արդեն իրեն հարազատ լեզվից զատ սովորում է մայրենի լեզուն։ Եվ այդ բոլորին չեմ կարող անտեսել, որ բոլոր համայնքներում հայ իրականության կա մշակույթի կենտրոններ, որ ունեն պարախմբեր, երգչախմբեր, մենակատարներ, երգիչներ եւ իհարկե ժողովրդական երգ, որ հնչում է ամենուր, թե բեմահարթակից, թե պոդիումներից, ամեն տեղից, համենայն դեպս առիթ, որպեսզի ազգային գիտակցությունը միշտ լինի խոսում։ Այո, պարոն Մաթեոսյան, լիովին ձեզ այդ համամիտը այսպես լիարժեք, այսպես ասեցիք, ժողովրդական Եվ դա առիթ էր, որ ես եկա եւ պետք է ասեմ, որ շատ չզարմացա, բնականաբար հպարտացա, որովհետև երևի թե ոչինչով չտարբերվեց Արմենիայի շքեղ կազմակերպած մրցանակաբաշխությանը խազերը, չի կարելի անտեսել, փառահեղեր եւ մեծ դահլիճում կայացած պետական մրցանակաբաշխություններ չի կարելի, որ այն ժամանակ մշակույթի նախարարը Արմենն էր։ Եվ գնահատվում էին տարբեր ժանրի կատարողներ, այդ թվում Միշել Լեգրանից մինչև Ջիվան Գասպարյան, մինչև Ռուբեն Մաթեոսյան, Մեդե Աբրահամյան եւ շատ-շատերը եւ դա նույնիսկ ինչպես ասում, համազգային չէի ասի, բայց իհարկե ազգի լավագույն ներկայացուցիչներին ոչ թե շոյելու, այլ զատելու եւ գերագնահատելու համար նրանց արվեստը եւ նրանց տրվեց մրցանակ, բայց այս մրցանակաբաշխությունը Լոս Անջելեսի, որ Հովանես Շահբազյանն էր կազմակերպել, ինձ շշմեցրեց, որովհետև հրաշալի ձևավորում նկարչական բեմը լիքը եւ նստած են ոչ 4-5 երաժիշտ կամ 10 հոգի, հսկա նվագախումբ եւ երգիչներն էլ շատ պատասխանատվությամբ կարողացան ելույթ ունենալ, թեպետ նրանք արժանացել էին մրցանակի եւ նրանց տրվում էր մրցանակը։ Ես չեմ դադարի զարմանալուց եւ ուրախանալուց, որ այնինչ մեզ մոտ է այստեղ էլ ոչինչով չի զիջում, կարելի ասել, որ փառահեղեր
ոչ թե կարելի ասել պարտավոր ենք բարձրաձայնել, որ ոչ թե հաջողված երեկո էր, այլ եզակի երևույթ։ Ես շատ ուրախ եմ, որ նման մակարդակով կարողացան ներկայացնել ժողովրդական երգը։ Այո, ես իրոք նույնպես ներկա եւ միանում եմ իհարկե ձեր խոսքերին, որովհետեւ 2 ժամից ավել պարզապես կլանված այդ 2 ժամը անցավ ընդամենը շատ արագ, որովհետեւ այսպես երգ, հայ ժողովրդական երգ մի խոսքով հրաշալի երեկո էր, ես ձեզ հետ համամիտ եմ, պարոն Մաթևոսյան ջան։ Հիմա գիտեք, ես որ փոքր երեխա էի, միշտ միանում էի, ահա ձեր երգով, հետո մի քիչ մեծացա եւ ավելի կարեւորվեց ժողովրդական երգը։ Այո, եւ առիթ ունեցա, որտեղ դա գիտակցություն է։ Եվ առիթ ունեցա իհարկե խոսենք քիչ ուժ մեր բակի մասին, բայց ես ուզում եմ ասել, որ պարոն Մաթևոսյան, այս տարի հունվարի 12-ին նշեցիք ձեր 85-ամյակը։ Ես 85 տարեկան եմ։ Եվ ես ուզում եմ ձեզ քաջ առողջություն մաղթել, որովհետև դուք ինքպես համեցիք 65 եմ, 85 տարեկան չեմ պատկերացնում, որովհետև Ռուբեն Մաթևոսյանը 65 տարեկան է։ Ես ասեմ 45։ Այդքան տարի եմ երկու, ուրեմն այդքան տարեկան եմ։ Պարոն Մաթևոսյան, մի փոքրիկ հարց, եկեք մտովի տեղափոխվենք 83 տարի առաջ, հա, այսպես։ Ով էր այն մարդը, ես պարզապես այս հարցը տալիս եմ մեր բոլոր հյուրերին, ով էր ծնողներ գուցե կամ այն մարդը, ով գտավ տաղանդը ձեր մեջ եւ ասեց, այ այս երեխան պետքա երգի։ Հա, դա հետաքրքիր հարց է եւ դրան պատասխանելը եւ դժվար է եւ հեշտ է։ Գիտեք, պատահականությունը։ Ահա։ Բայց այդ պատահականությունը երևի ուղղորդված էր անհասկանալի ուժի կողմից, ես չեմ կարող մեջ բերել, որովհետեւ ես մի քիչ այլ ձևի եմ մտածում, բայց համենայն դեպս այդպես էր, որովհետև ես երբեք չեմ ուզել երգիչ դառնալ, այսինքն իմ երազանքը չի եղել։ Իսկ ինչ եք ուզում դառնալ, որ փոքր եք։ Ես սովորել եմ երաժշտական դպրոցում, Դաշնամուրի դասարանը, ավարտել եմ, սովորել եմ սովորական դպրոցում, բայց հետո ուրեմն դպրոցը ավարտելուց հետո շատ էի սիրում նոտաներ գներ եւ ինքս ինձ նվագակցել եւ երգել։ Ահա։ Երևի թե ինձ դուր էր գալիս։ Այսինքն դուք փոքրուց չեք երգել, պարզապես նվագել եք, հա, նվագել եք։ Ասեմ ես մինչեւ 17 տարեկանը մայրս չի թողել երգեմ։ Ինքը բուժաշխատող էր եւ գիտեր, որ այդ տարիքում անցման շրջանում տղաների մոտ չի կարելի երգել, վնասակար է։ Ոչ միայն ձայնի, այլև առողջությանն է վնասում։ Դրա համար ես չեմ երգել։ Հետո հանկարծակի մի անգամից երգեցի։ Մայրս էլ զարմացավ, որ ես հզոր կարգին ձայն ունեմ։ Հետո ուրեմն մի օր իմ բարեկամուհու տանն էի, Արաքսի Գյուլզադյանի, իր մոտ կար գիրք, որտեղ հեռախոսի համարներն էր, բացեցի ու ապշեցի, ես այդ անունները ռադիոյով էի լսում բեմահարթակներից ու հանկարծ այդ անունները կարդացի, ասի վայ, հետաքրքիր է, ինչ տեսակ ձայն ունի այս մարդը եւ առանց հասկանալու համարը հավաքեցի Մերանգոլյանի հեռախոսի համարը, այնտեղից ասեց լսում եմ, ես ուրեմն էլ չսպասեցի ով եմ ինչ եմ, բայց գիտեի, որ թե ականջիս պահեմ, մի վարկյան հետո իմ այդ անշնորհք վարմունքը կարժանանա ուրեմն հեռախոսի անջատմանը։ Պահեցի ինձանից հեռու հեռախոսը եւ սկսվում թե ով էր ինձ թելադրե, ես չեմ համարցակ մարդ չեմ եղել, երեխա չեմ եղել։ Չէ։ Հեռու եմ պահում եւ երգեցի։ Երգեցի հետո մոտեցրեցի, որ ծանոթ անջատման ձայնը լսեմ դու դրա փոխարեն մի ուրեմն բարի ձայն ասեց երիտասարդ դուք ուրիշ երգ գիտեք, ասեցի իհարկե կարող եք երգել, այո, երգեցի երկրորդ երգը, երրորդ երգը դեռ 15 երգ ինձ երգացրեց այդ մարդը, ասեց դուք որտեղից եք խոսում, ձեր տնից, ասի ոչ, իմ ճոճայի տնից, ով է,
բարեկամուհու տնից Արաքսի Գիլզադյանը դե հելա մի հեռախոսի մոտ կան չի Արաքսում Արաքսին եկավ ինքը դե ճաշ էր պատրաստում խոհանոցում ասել քայտով է ասի Մերանգոլյանը ասեց բայ խայտարակ եղանք մի ինչ գործ ունի իրեն չես զանգահարել վերջը վերցրեց հեռախոսն ասեց լսում եմ Արամ Արտեմիչ մեղկու վիճակով տեսա որ դեմքը ասենց պայծառացավ կամած ասեց հա Ղուրբան տեղնի մեկուց կբերեմ այդ եկուցը նշանակում էր որ ինձ իրավունք էր տրվել բարձրանալ ռադիոյի աստիճանների 4-րդ հարկ եւ ոչ թե ներկայանալ իբրև երկող այլ տեսնել Մերանգոլյանին եւ մյուս երաժիշտներին որոնց ես միայն դահլիճից եմ տեսել բեմահարթակում եւ ռադիոյից որտեւ հեռուստատեսությունը համենայն դեպս եւ նաեւ հեռուստատեսությամբ նոր էր սկսել իր գործը Արաքսիա ուր են երիտասարդը տեսա որ ես եմ ես էլ երեխա էի փոքր ասեց ասեք ինձ ցույց տվեց կապերել եմ հեսա նայեց հուսախապ եղավ որ երեխա եմ դե երաժիշտներին ասեց դե տիկին Արաքսյան բերել է բան չանենք մի երկու հոգի եկեք նվագակցեք թող տենանք ինչ է երգում թող երգի գնա ասեցի շնորհակալություն ես ինքս ինձ կնվագակցեմ զարմացավ մոտեցա դաշնամուրին այդքան համարձակություն Աստված էր ինձ երևի տվել մոտեցա դաշնամուրին նստեցի նվագեցի վերացա իմ նվագակցությունից սկսեցի երգել երգեցի բոլորը ուշադիր լսում էին հետո Մերանգոլյանը որոշեց որ ուրեմն հրավիրի բան երաժշտական գլխավոր խմբագրին նայել Վլադիլեն Բալյանն էր զբաղված էր չէր կարագար կոնցերտ մայստերին ուղարկեց չեկավ Արաքսին ասեց ես կերտամ գնաց Արաքսուն չեն կարա մերժեն գնաց եկել էր ախր այ Արամ Արտեմիչ զբաղված եմ ասեց մի հա բան ասма Վալիկը ինձ տեսա Վլադիլեն Բալյանը ես Վալիկ էի ասում շատ մտերիմ էի ասեց վայ հեսա մատով պտի սենց խփի դաշնամուրին ու երգի ասում հետո որ նվագեց ես ապշեցի երգեցի եւ հրավիրեցին երաժշտական կոմիսիա այդ օրը Շարատալյանի գլխավորությամբ եկավ Արամ Արտեմիչը ներկայացրեց ասեց դե նորից Ռուդիկ էր անունս հետո երրորդ համերգից հետո եւ արդեն կենթանի ռադիոյում իրավունք տվեցի երգելու իսկ կենթանի համերգ ամեն մեկին չէին թույլ տալիս ձայնագրություն էր գնում երգեցի ասեցին չէ ասեցին ամոթա որ հայ երգիչը Ռուդիկ անունով հանդես գա դու հիսորվանից Ռուբեն ես Եվ այդպես դարձա Ռուբեն Մաթեոսյան Եվ գիտես ինչն էր հետաքրքիր էր որ այդ օրը որոշվեց իմ լինելույթյան կյանքի իմաստը Ես չէի հասկանում դա ինչ է առաջի ելույթ հեռուստատեսությամբ առաջի ելույթ ռադիոյով ձայնագրություն եւ այդպես շարունակական եւ իմ մոտ տանը պահպանվել է ընդամենը 3-4 համերգներ երևի կոմպոզիտորների միության տարիով 1 տարի ուշ բայց 2-3 ամիս հետո բաններ կոմպոզիտորների առաջին համագումարը կոմպոզիտորների միության Հայաստանի առաջին համագումարը որտեղ ընտրվում էր նախագահ եւ այդ օրը ելույթ ունեցան ուրեմն Ռուբեն Մաթեոսյանը արդեն որոշել էին Էդվարդ Միխայելյանը որոշել էր եւ Օֆելիա Համբարձումյանը, Արնո Բաբաջանյանը, Ալեքսանդր Հարությունյանը եւ Էդվարդ Միրզոյանը, ուրիշ ոչ ոք։ Այդ օրը ի երջանկություն ինձ այն ժամանակ ֆիլմ էին նկարում ժուրնալներ։ Այո, հա, մինչ կինոն։ Մինչև կինոն ժուրնալ ենք տեսում այլ։ Իմ այդ ելույթը նկարահանվեց եւ հիմա ես ունեմ այդ ձայնա նկարահանումը տանը փառահեղ բանա ուղղակի երեխայ եմ բեմում կանգնած երկու բա
Դե ովքեր են ծառափոցապահարում մեր մեծերը։ Մեծերը։ Այդպես ծնվեցի ես իբրև երկիչ, որի կյանքի, այսինքն իմ նպատակը չի եղել, որ դառնա Այո, իրոք պատահականություն էր։ Իրոք պատահականություն, բայց երջանիկ Աստծո կողմից պատահականություն։ ուղղված, որովհետև ասում եմ, այդ համարձակությունը ես երբեք չեմ ունեցել կյանքում։ Այսինքն եթե հանկարծ չզանգահարեիք, այդ Արամել Անգուլյանին չզանգարեիք, ոչ մի կարող է Եվ ի՞նչն է հետաքրքիր, որ ես հուզվող տեսակ եմ մարդկային։ Ես բոլորովին չհուզվեցի, շատ հանգիստ էի։ Այո, Աստծո տրված էր, իրոք բրավո, ես այսպես կլանված հուզված գալիս եմ բեմ, բայց հենց սկսում եմ երգել, ես արդեն վերջ։ Այդ իմ աշխարհն է։ Այո, թող այդ պատահականությունը իրոք մի ամբողջ էջ է մեր հայ պատմության մեջ, որովհետև այդ պատահականության շնորհիվ, այդ պատահականությունով, այո, Ռուբեն Մաթևոսյան այսօր մեր հրաշալի, մեր լեգենդը երգում է, շարունակում է։ Եվ որքան իհարկե մարդկանց սովորացրել է, նրա ուսուցիչներ են, ես հիշում եմ համերգին բոլորը խոնարհվում են ուսուցչի առաջ նստած։ Շնորհակալ եմ։ Պարոն Մաթևոսյան, հիմա ուզում եմ մի քիչ խոսենք, որովհետև նաև նկարահանվեցիք մի շարք ֆիլմերում, հա, Սայաթնովան, Եռանկյունին, ես ուզում եմ մեր բակը խոսենք Եռանկյունին, հա, ես Եռանկյունի ֆիլմում ոնց եղավ առաջարկը եւ մի քիչ խոսենք, հետո կդիտենք մի փոքրիկ հատված ձեր հատվածը։ Եռանկյունին շատ կարևոր ֆիլմ էր, որովհետև հրաշալի սցենար ուներ, բայց ուներ ուրեմն նաև միտք։ Իսկ ինչու հատկապես այդ երգը ներգրավել համարձակություն էր։ Այդ երգը երբեք չի կատարվել բեմահարթակներից, երբեք չի պրոպագանդվել, բայց որոշեց ռեժիսորը եւ հատկապես օպերատորը Սերիկը, որ ես անպայման պետք է երգի եւ ոչ ուրիշ մարդ, այլ ես։ Իսկ ես երիտասարդ էի եւ Մոսկվային կարող էին ներկայացնել, որ ժողովուրդը երբ որ պատերազմ է գնում, այս երգը երգում է եւ շատ ճիշտ էին վարվել։ Ինչու հեսա կբացատրեմ։ Դրա համար երբ որ երգից սկսվելուց առաջ այս ներքևը մեծ տառերով գրված է ես Հիտլերի մերը եւ 3 կետ ու շուռա գալիս ու երգը սկսվում է Հիտլերի այսինքն ժողովուրդը զզվում է նման երևույթներից պատերազմ հասկացողությունից իսկ ժողովուրդը գնում է պատերազմ սիրով այս երգը երգելով որովհետեւ Մոսկվային եթե այդ տեքստը տային ֆիլմը կարող է ընդհանրապես չընդունեին որովհետև բայց միտքը նաև նա էր որ համամիութենական էկրան բարձրանալու դեպքում բոլոր հանրապետություններում մեկ շաբաթ անընդմեջ ցուցադրվում էր տվյալ ֆիլմը եւ օրը մի քանի սեանս 5-6 անգամ ցուցադրվում էր այսինքն դե դա կարող էր բնականաբար պետք է հնչեր նաև այնտեղ որտեղ մենք չենք էլ ուզում անունը տալ պարզ է արդեն որտեղ եւ ուրեմն այդ ֆիլմը այդպես հնչեց գաղափարը դա էր եւ Մոսկվային ոչ թե խափելու համար այլ բանանելու համար որ մնա ֆիլմը բոլորովին այլ տեքստ էին գրել եւ ներկայացրել թարգմանել դրա առաջները որ շատ համարձակ քայլեր եւ շատ տեղին եւ շատ ճիշտ եւ ինչ լավ է որ համ ֆիլմը արժանացավ մի քանի մրցանակի միջազգային եւ բնականաբար նաեւ միութենական մրցանակների հանրապետական բայց ամենակարևորը երգը մնաց Եվ իմ ջահելությունը Իհարկե, դեմ չեք պարոն Մաթևոսյան, մենք դիտենք մի փոքր Շատ կարճ հատված, սիրելի հեռուստադիտողներ, այս պայն եկեք դիտենք Եռանկյունի ֆիլմից այդ փոքրիկ հատվածը մեր վարպետը, մեր մայստրոն, որտեղ նույնպես այդտեղ քանի տարեկան եք, պարոն Մաթևոսյան, քանի տարեկան եք այնտեղ 65 թվականին 22-23 տարեկան հազիվ Շատ լավ Դե եկեք այս պայն մի փոքրիկ հատված դիտենք եւ կրկին կվերադառնանք Նա
Նամակ կգրես, տատի թողի Վանա դես, ջան, Գեորգ տակ ջան։ պահի քեզ։ Անասյալ զգեղ պաշարե, մորում անքան ձերվին կապե, մկակի կասր են մզի, զարդնիր լամերն իմ կզի, էլի վերում տվան զրովել, հթշնամուն գուզին կրվել, սուլթան գուզել ջնջես մզի, զարդնիր լամերն իմ կզի, ինչ անիծիմ ես սկրին, որը սպանեց մեծ ապոյին, զմրհուս թողեց վրորոցին, զարդնիր Աշխարհապետ լամերն իմ բալաջան, կզի, ոյ Այո, հիշողություն։ Շնորհակալ եմ, բայց գիտեք ինչն է հետաքրքիր։ Ես այս երգը Էդվարդ Բաղդասարյանն էր ֆիլմի կոմպոզիտորը, վերես նոտաներն ասեց Ռուբիկ ջան, փորձասենյակ եղավ։ Այս երգը պիտի ձայնագրես ֆիլմում, պիտի նկարեն։ Բայ ասի ինչ լավ է։ Դե երեխա է։ Այո, այո։ Ասի, սիրով կերկեմ։ Բնականաբար Մերանգոլյանն ասեց, բա ինչ պիտի անես եւ լավ կերկես։ Բայց նվագակցություն չի լինելու։ Ասի ո՞նց։ Հա հենց այդպես պիտի երգես, ասի լավ կերկեմ։ Շատ լավ երգեցի։ Հետո տարել էին, լսել էին, ռեժիսորն ասել, չէ, նորից ձայնագրեք։ Այս խայտարակ բանա։ Ասել են, բա ո՞նց։ Ախր այնքան բան է երգել, էմոցիոնալ բան, որ չի կարելի, մենք պիտի ուրիշ բան անենք, թող ժպիտով երգի։ Չլինի այդ պահանջը, հերնարիցելը, այլ լինի երգը պարզապես քայլելու ժամանակ երգում է։ Նորից ձայնագրեցին, ափսոս իհարկե Երանի այդ ձայնագրությունը մնալ, որովհետև դա իսկապես շատ լավ գտած ստեղծագործության ներկայացնելու առիթ էր, որովհետև շատ լավն էր։ Բայց հետո ես նորից երգեցի հենց այնպես, այդ հենց այնպես երգածը ֆիլմում ավելի գերագնահատվեց, որովհետև այդ հագուստի, այդ շորերի, այդ խոսքի եւ նաեւ Մոսկվային ներկայացնելու կարևորությունը արդարացվեց եւ շատ ճիշտ է։ Բայց պետք է ասեմ, որ հետո ես մտածեցի, որ հենց այս կատարումն է, որ ավելի ճիշտ է եւ պետք չի ավելի դրամատիկ դարձնել, որովհետեւ արդեն խոսքը ասվում է։ Այո։ Շատ լավ, պարոն Մաթևոսյան ջան, եւ այսպես հիմա մի քիչ խոսենք 1996 թվականի մասին, երբ 1996 30 տարի առաջ, հա հետ կլոր 30 տարի, ուղղակի այն ժամանակ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներն էր, երբ նկարահանվում էր մեր բակը, դե հիմա դեռ մայիսն է։ Ես փոքրիկ երիտասարդ, ես 22 տարեկան, 23, եւ մեծ պատիվ ունեցա ծանոթանալու վարպետի հետ, պարոն Մաթևոսյանի հետ, եւ երբ մենք այսպես ֆիլմը գրում էինք մեր բակը առասարակ, դե մեր բակում միշտ կար, չէ՞ մեր բակերում միշտ կար մի մարդ, ձեր նման, որ ինքը խելացի մարդ է, բոլորի խորհուրդ է տալիս, բոլոր բակերում կար։ Եվ գիտեք, պրակտիկապես երբ գնում էր հարցը ով պետքա լինի, այսինքն մենք միջև գրելը արդեն գիտենք, որ դա դուք եք, որովհետև դուք այդ կերպ արդեն կա եք այդ կերպարը կար։ Եվ այո, այդ իհարկե մեծ պատիվ էր ծանոթանալու, շփվելու եւ իհարկե ինձ համար այդ րոպեները անմոռանալի են։ Նախ նկարահանվեց։ Իմ բոլոր նկարահանումների մեջ դա շատ բացառիկ է եղել։ Ես շատ հավանեցի դերասանական խումբը շատ նվիրված էին աշխատում եւ ճիշտ եւ տեղին եւ ինչպես կարողացան ինձ ներկայացնել, ես չեմ բարձրաձայնի, որովհետեւ դա կլինի ինքնագոհություն, սեփական անձը պրոպագանդելու ճար միջոց չեմ ասի, բայց ոնց չբարձրաձայնեմ, երբ Բոնիենի նման համաշխարհային հռչակ ունեցող երկչախ Քարյակը ելույթ ունեցավ, ասեց, բայց ուր Ռուբենին մանեն գալ։ Այո, լեգենդները փնտրում են լեգենդին, այդպես։
Ահա։ Շատ բարձր մակարդակ է։ Իբրև հերոստատեսային ֆիլմ բարձրագույն աստիճանը կարելի է տալ։ Այո, եւ դարձավ այո, Ներողություն։ ֆիլմը իրոք անսպասելի իհարկե դարձավ, չգիտեմ, եզակի ֆիլմ, որ մինչ օրս սիրում են բոլորը եւ իհարկե նաեւ մեր այդ լուման այդ ամենի իհարկե նաեւ նույնպես ունի մեր շատ սիրելի մեր լեգենդը մեր Շատ կարևոր է Մաթևոսյան, այո, այդ շատ։ ֆիլմը գիտեք ինչպիսի ջանասիրությամբ էր նկարահանվում, ինչպիսի նվիրվածությամբ էին դերասանները, ոչ թե կրկնում խոսքը, այլ իսկապես իրենք դառնում հենց այդ անձը զարմանալի է։ Ես երբեք չեմ մոռանա այն կտորը, որ ֆիլմում քերիտ էր, եկել էր քեզ տանելու, հետո ուրեմն դու փախար, բայց հետո այդ փախչելը դառավ իրականություն։ Փախչեի կարավ։ Ոչ թե փախար, այլ պարզապես որոշեցիր ապրել այստեղ։ Ես իդեպ ուզում եմ արդից օգտվելով նաև Քերին Լևոն Շարաֆյանին ջեր ողջունել։ Գիտեմ, առաջինը ինք է եկավ։ Շատ լավ։ Պարոն Մաթևոսյան ջան, եւ մեր ավարտին հաղորդման, եթե դեմ չեք, եկեք վերհիշենք, հա, դեմ չեք լինի։ Վերհիշենք պարզապես մեր բակը, մտովի տեղափոխվենք 30 տարի առաջ եւ այդ ֆիլմից այդ երգը ձեր կատարմամբ փորձենք։ Ես պատրաստ եմ։ Ես խնդրեմ դուք մի վարքյան պատրաստվեք, ես պարզապես 1 րոպե եւս մեկ անգամ հովանավորներին շնորհակալություն հայտնեմ եւ այնուհետեւ խնդրեմ ձեզ երգը երգեք։ Սիրելի հեռուստադիտողներ, եւս մեկ անգամ ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր գործընկերներին, Armenian Evening նախագծի հովանավորն է 911 Detox Center կազմակերպությունը, որ օգնում է այն մարդկանց, ովքեր ունեն վնասակար սովորություններ, ունեն կախվածություն, այնպես որ եթե նմանատիպ խնդիր կա, 911 Detox Center-ի հետ խնդիրը լուծված է։ Հեռախոսահամարը 409 91111։ Մեր նախագծի գործընկերն է Lido Palms Resort and Spa հյուրանոցային համալիրը, որը ձեզ առաջարկում է հարմարավետ համարներ, եւ սա պարզապես հյուրանոցային համալիր չէ, սա առողջարան է, այստեղ կան լողավազաններ տաք հանքային ջրով։ Հանգստյան օրեր ունեք, միանգամից զանգարեք, ամրագրեք ձեր տեղերը եւ գնացեք լիարժեք հանգիստ վայելեք։ Հեռախոսահամարն է 760 329 6033։ Եվ այսպես, պարոն Մաթևոսյան ջան, պատրաստ ենք։ Իհարկե։ Սիրելի հեռուստադիտողներ, բացառիկ այս պահին մեր կողմից, ձեր կողմից, մեր շատ բոլորի կողմից սիրված լեգենդար Ռուբեն Մաթևոսյանը, պարոն Մաթևոսյանը, ձեզ համար արեգակին պետք է հերվից նայել, երվից մենք էլ 30 տարի հետ ենք գալիս մենք։ Կայրի եթե շատ մոտենա։ Այո։ Վայելում ենք Armenian Evening հենց այս պահին Ռուբեն Մաթևոսյան արեգակին պետք է հերվից նայել։ Համար սիրո աղբյուր, ես քեզ համար գուցե ոչինչ, դու ինձ համար երազմակուր, ես քեզ համար գուցե ոչինչ, հեռվից ես քեզ գոնե տեսնեմ, սիրեմ, որպես կյանքիս չքնախ Արեգակին պետք է հեռվից նայել, կայրի եթե շատ մոտենաս, հեռվից ես քեզ գոնե տեսնեմ, սիրեմ, որպես կյանքիս չքնախ երաս, Արեգակին պետք է հեռվից նայել, կայրի եթե շատ մոտենաս, Կյանքուման միշտ ուրախ մնա և միշտ եղիր պայծառ ու չեջ, ամբողջ մի կյանք սիրով կգամ, ես քեզ համար գուցե ոչինչ, հեռվից ես քեզ գոնե տեսնեմ,
Արգակին պետք է հեռվից նայել կայրի եթե շատ մոտենաս Հեռվից ես քեզ գոնե տեսնեմ սիրեմ որպես կյանքիս շնորհակալ Արգակին պետք է հեռվից նայել կայրի եթե շատ մոտենաս Արգակին պետք է հեռվից նայել կայրի եթե շատ մոտենաս Հեռվից ես քեզ գոնե տեսնեմ սիրեմ որպես կյանքիս չտնախ երաս Արգակին պետք է հեռվից նայել կայրի եթե շատ մոտենաս Արգակին պետք է հեռվից նայել կայրի եթե շատ մոտենաս կայրի եթե շատ մոտենաս Դու իմ կյանքի չքնախ Շնորհակալ եմ։ Պարոն Մաթեոսյան ջան, ձեզ անչափ շնորհակալություն այս Ես եմ շնորհակալ ձեզ, որ առիթ տվեցիք իմ հեռուստադիտողի հետ կրկին հանդիպել, որովհետև շատ էի կարոտել։ Այո, մենք էլ ենք ձեզ շատ կարոտել, որովհետև գիտեք կենթանի լեգենդ, դուք այն մարդն եք, որ տարիներ շարունակ պարգևել եք ձեր երգերով, ձեր ձայնով, բոլորին րոպեներ հաճելի Կրթել եք եւ մի խոսքով մենք երախտապար եւ շնորհակալ ենք ձեզ ամեն ինչի համար եւ կարծում եմ դեռ էլ պետքա հանդիպենք անպայման առիթներ կունենանք հանդիպելու անպայման Ես պատրաստ եմ Շատ լավ Պարոն Մաթեոսյան եւ ամենավերջում ես մի փոքրիկ խնդրանք Ուրեմն համերգի ժամանակ մրցանակաբաշխության երբ որ դուք խոսեցիք եզրափակի ձեր խոսքում Հրաշալի մեջ բերեցիք Ավետիք Իսահակյանի խոսքերը մի հրաշալի խոսքեր դեմ չեք եթե այսօր նույնպես այդ խոսքերով ավարտենք մեր երեկոն Ես չեմ զլանա այդ միտքը կրկնելու որովհետև նա այդ ամենը ասում էր նրա համար որ գալիք սերունդները գիտակցեն թե ինչ է ժողովրդական երգը նա միտքը այսպես էր ձևակերպում մենք ոչնչացող ազգ չենք, որովհետև մենք կերտել ենք մեր էպոսը սասմատան, ստեղծել ենք մեր լեզուն դասական և ստեղծել ենք մեր երգը ժողովրդական, որ ամեն ինչ է ասում, ամեն ինչ, որովհետև երգը, խոսքը դա մայրենին է, դա պարզ հասկացողուց երբ բան չի, որ հենց այնպես երկմыз ոչ, դա ազգի տեսակը բնորոշող և ուրեմն ոչ թե գոյատևման, այլ ինքնահաստատման և ազգային կերպար ունենալու կարևորագույն լծակն է երգը։ Շնորհակալություն, շնորհակալ եմ անչափ պարոն Մաթեոսյան ջան։ Շնորհակալ եմ եղբայրս։ Շնորհակալ եմ։ Սիրելի հեռուստադիտողներ, այսպես բարձր տրամադրությամբ այսօր Արմինյա Նիվնինգ նախագծի հյուրն էր սիրված մի անձնավորություն, լեգենդար մարդ, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտի, ժողովրդական երգիչ, մեր բոլորի կողմից սիրված Ռուբեն Մաթեոսյանը, առողջ եղեք, արդեն կհանդիպենք հաջորդ անգամ, իհարկե AMJ հեռուստաընկերության եթերում։ Նախագծի հովանավոր 911 Detox Center
Նախագծի հովանավոր Lido Palms Resort and Spa։ Lido Palms Resort and Spa առողջարան։ Հանքային տաք բուժիչ ջրով բացօթյա եւ փակ լողավազաններ, ջկուզի, մերսման հատուկ սենյակ, սպա եւ անվճար կայանատեղի։ Հանքային տաք ջրով լոգանքները առողջարար են ոսկրերի ցավի, աղային կուտակումների, նյարդային խնդիրների եւ շատ այլ հիվանդությունների դեպքում։ Առողջարանը ունի 10 առանձին սենյակներ, ապահովված բարձրորակ հանգստի համար անհրաժեշտ ամեն ինչով, ներառյալ լոգարան, խոհանոց եւ գրիլ։ Շատ մոտ է խաղատներին։ Գտնվում է Desert Hot Springs-ում Palm Springs-ի հարևանությամբ։ Զանգահարեք ամրագրեք ձեր սենյակը 760 329 60 33 հեռախոսահամարով։ Հրաշալի եւ բուժիչ հանգիստը ձեզ է սպասում։